Հաստատիր իմ քայլերը քո ճանապարհի մեջ, Տեր իմ, որ իմ ոտքերը չսայթաքեն։ Ես կանչում եմ քեզ, որ դու լսես ինձ, ով Աստված։ Ականջդ դարձրու դեպի ինձ, լսիր իմ խոսքերը, ցույց տուր քո մեծ սերը, դու որ քո աջով փրկում ես ապավինողներին իրենց թշնամիներից, որչափ քաղցր է քո խոսքդ իմ քիմքին, մեղրեն անուշ է իմ բերանիս, ամեն, կարդացի Սաղմոսաց գլխից 17-րդ գլուխ 5-ից 8-րդ խոսքը։ Իմ լավ բարեկամներ, իսկ հիմա ցույց եմ տալի վարդս, գեղեցիկ դեռ այդ մեկ հատիկը մնացել է, չեմ էլ պոկում, մինչև գարուն թող մնա։ Տեսնում եք ինչքան շատ ձուն է եկել, այս ձյունը տանիքից են մաքրել, թափել են ներքև, այդքան ձյունը պետք է հալվի, պատկերացնում եք ինչ կլինի, բայց ինչ արած, ձմեռ է, եղանակի հետ կռիվ տալ չեն կարող, սիրելիներս։ Բարի լույս իմ շատ սիրելի հետևորդներ, բարեկամներ, հարազատներ, ընկերներ ջան։ Մաղթում եմ բոլորիդ լավ, ուրախ, օրհնված, պայծառ օր։ Սիրելիներս, դուրս եկա եւ ձեզ սիրով ցույց եմ տալիս, թե ինչքան ձույն է եկել եւ ինչքան ձույն է կուտակվել, մաքրել ենք եւ կուտակվել է։ Հիմա հողամասի կողմից էլ ցույց կտամ եւ կգնանք ներս։ Մրսեցի, չնայած այսօր արև անուշ եղանակ է, ինչքան էլ արև անուշ լինի, մեկ է ցուրտ է, որովհետև ձմեռ է, շատ գեղեցիկ ձմեռ է, սիրելիներս, ամեն եղանակ ունի իր գեղեցկությունը, ձմեռն էլ իր գեղեցկությունն է բերել մեզ համար, մեզ բոլորիս համար, իր սպիտակ ձույնով եւ իր ցրտությամբ, իսկ հիմա գնանք ներս։ Սիրելիներս, մտա ներս եւ ննջասենյակից ուզում եմ բակի մասը ցույց տալ, թե ինչքան ձույն է եկել։ Այս տարի գերակատարեց իր պլանը ձույնը, այնքան եկավ, բայց ասեք, որ գեղեցիկ է, սպիտակությունը մաքրություն է, ճերմակությունը մաքրություն է, շատ գեղեցիկ տեսարան է, շատ եմ սիրում այսպիսի գեղեցիկ տեսարան, ոնց որ վրձնով նկարած լինեն, ոնց որ ամուսնուս նկարած նկարներից եմ ցույց տալի ձեզ, սիրելիներս։ Սիրելիներս, ձեզ համար գեղեցիկ տեսարան եմ բերել, միևնույն ժամանակ կոֆե եմ բերել եւ քաղցրով եմ ձեզ դիմավորում մեր տանը, իմ լավ բարեկամներ։ Սիրելիներս, եկեք միասին խմենք մեր կոֆեն եւ փառք տանք Աստծուն մեր ամեն բացվող լուսաբացի համար։ Ես արդեն դրել եմ, դուք էլ դրեք, եթե չեք դրել, միասին խմենք։ Ես այսօր ուզում եմ ձեզ հետ մի քիչ զրուցել, կիսվել, քանի օր է դեմքով ձեզ չեմ բարևել, չեմ խոսել, չեմ կիսվել, իմ լավ բարեկամներ, սիրելիներս։ Այսօր խմում եմ այս գեղեցիկ բաժակով։ Այս գեղեցիկ բաժակի թեյ բաժակն էլ ունենք, երևի կհիշեք, նվեր ենք ստացել մեր տան բացմանը։ Այսօր մտքովս անցավ, որ պետք է այս բաժակով խմեմ, վայելեմ։ Սիրում եմ, որ տարբեր բաժակներով եւ գեղեցիկ բաժակներով, ընդհանրապես գեղեցիկ սպասքով օգտվել։ Բա որ գնել ենք, նվեր ենք ստացել, պահում ենք ում համար, եթե մենք պետք է չօգտագործենք, չօգտվենք։ Իսկ այսօր, սիրելիներս, ես ուզում եմ ձեզ հետ կիսվել եւ զրուցել հարսանիքի մասին, իմ ճանապարհորդության մասին, բայց մինչ խոսելը ուզում եմ իմ շնորհակալական խոսքը ասել ձեզ բոլորիդ, անհատական։ Շնորհակալ եմ ձեզանից, ձեր հոգատարության համար, ձեր ջերմության, բարության, սիրո համար, սիրելիներս։
շատ բարի եք։ Անհանգստացած էիք, որ մի քանի օր հոլովակ չէի տեղադրել, չէի զգուշացրել, թե ուր եմ գնում։ Այդպես էլ է լինում, սիրելիներս։ Շնորհակալ եմ, Աստված անսահման օրհնելով օրհնի ձեր կյանքի բոլոր օրերը։ Եղեք միշտ առողջ, ուրախ, երջանիկ ու այդպես բարություն, սեր փոխանցեք բոլորին։ Շնորհակալ եմ կրկին անգամ բոլորիցդ, սիրելիներս։ Իմ լավ բարեկամներ, մի երկու խոսք էլ ուզում եմ կիսվել ձեզ հետ, որ գնացինք ճանապարհը շատ դժվար էր, բայց հետ գալուն շատ լավ էր, ճանապարհները բաց, ազատ, գնալուն էլ մեքենաներ չկար, ուղղակի շատ ձնառատ, մառախլապատ, փոթորիկ, մի խոսքով ձույնը մաքրած չէր ճանապարհներին, իսկ հետ գալուն արդեն մաքրած էր, հանգիստ եկանք։ Մի խոսքով, սիրելիներս, շատ լավ օր ունեցամ, շատ լավ հարսանիք էր։ Օրհնվեն մեր նորապսակները, իրենց բարի բախտ ցանկանանք եւ մնացած բոլոր երիտասարդները, ովքեր ամուսնանում են, նրանց էլ բարի բախտ, երջանիկ, ուրախ կյանքով ապրեն։ Իմ շատ սիրելի հետևորդներ ջան, մի հոլովակում ասում եմ, որ 35 տարի չեմ տեսել քրոջս։ Հարազատ քույրս չի, բայց հարազատ քրոջ պես սիրել ենք իրար հետ ենք մեծացել, մեր մանկությունն իրար հետ է անցել։ Մենք մի գյուղում ենք ապրել, մեծացել, 1 տարի է ինձանից փոքր, քեռուս աղջիկը, իմ լավ բարեկամներ, կարոտս առա։ Ճիշտ է, այդ 3 օրում չենք կարող, չէ, մեր կարոտը առնել, բայց մեր հուշերը հիշեցինք, մեր մանկությունը, մի խոսքով լավ օրեր ունեցանք հարսանիքից հետո։ Ման եկա մի փոքր Լենինգրադ քաղաքում, ասեմ, որ ձմռանը այդքան էլ չես կարող ման գալ, որովհետև ուզում էի տեսնել բացվող, փակվող կամուրջը, դա չէր աշխատում, Նևա գետը սառած էր, ամռանը կարելի է գալ, ման գալ, տեսնել, վայելել Լենինգրադ քաղաքի գեղեցկությունը։ Այդ փողոցով, որ գնում էինք Զաքս, սիրով ձեզ ցույց տվեցի շենքերի ճարտարապետական այդ ձեռքի աշխատանքը, գեղեցկությունը, ուղղակի կարելի է այսպես անսահման կանգնել ու հիանալ այդ գեղեցիկ շենքերով։ Իմ լավ բարեկամներ, ուզում եմ մի գրարման մասին խոսել, ես գրել եմ բառ առ բառ այդ գրառումը, հիմա կկարդամ։ Գրել է ինձ Սանկտ Պետերբուրգ քաղաքից Սվետլանան։ Բարև սիրելի Սվետլանա ջան, համբուրում եմ քեզ, իմ լավ բարի Սվետլանա։ Սվետլանան գրում է. Բարև Մարինե ջան, երկրորդ անգամ եմ գրում, ուզում էի հրավիրել մեր տուն, ես ապրում եմ Սանկտ Պետերբուրգ քաղաքում, ձեր փեսայի հարևանությամբ։ Մեր նոր փեսայի հարևանությամբ է ապրում, մեր փեսայի անունը Աշոտ է։ Շնորհակալ եմ, սիրելի Սվետլանաս, ամռանը որ գամ, անպայման հանդիպելու եմ քեզ, սիրելիս, կհյուրընկալեմ, միասին Լենինգրադ քաղաքը ման կգանք, իմ լավ բարեկամ, շնորհակալ եմ անսահման հրավերքի համար, Աստված օրհնի քեզ։ Իսկ հիմա, սիրելիներս, ցույց եմ տալիս այս գեղեցիկ ձեռքի աշխատանքը, տարոսիկները, տեսնում եք, անուններ է գրած, գրված է Աշոտ և Անի։ Մեր սիրուն էլեգանտ փեսայի անունը Աշոտ է, իսկ քնքուշ նուրբ աղջնակի անունը Անի է, սիրելիներս, սա ձեռքի աշխատանք է,
Այս տուփը գնված է Viber-ից, դե իհարկե լենթերներ են գրված, կոնֆետը ուտելու կոնֆետ է, պատրաստել է իմ քեռու հարսը Անիի մայրիկը, Անին է այդպես ցանկացել, որ Տարոսիկը իր մայրիկը պատրաստի։ Տեսնում եք ինչքան գեղեցիկ է պատրաստել, սիրելիներս։ Անիս սա այս տարոսիկները ինձ է տվել, որ նվիրեմ թորնոհիներիս եւ այսպիսի գեղեցիկ կոնֆետներ, որը բերել էր Սինին Աշոտի մայրիկը հարսին տանելու ժամանակ։ Սա էլ իմ թորնոհիներն է տվել։ Սիրելիներս, ի սեղանին դրված է 4 ծաղիկներ, ցույց տվեցի սկզբից, սա իմ ծննդյան օրվա ծաղկեփնջերի մեջ էր դրված, հարսս հանել է եւ դրել է սեղանին, շատ գեղեցիկ նայվում է, շատ եմ սիրում ծաղիկներ, դուք դա շատ լավ գիտեք։ Սիրելիներս, այսքանը, ուզեցա ձեզ հետ կիսվել, իմ ուրախությունը պատմել, կիսվել, գիտեմ, որ դուք էլ եք ուրախանում իմ ուրախություններով, ցանկանում եմ, որ միշտ ձեր օջախներում թագավորի սերը, բարությունը եւ ջերմությունը։ Հիմա այս փոքր կոֆե է մնացել խմեմ եւ անցնեմ խոհանոց, գոգնոցս կապեմ, այսօր ուզում եմ պատրաստել մեր ազգային խոհանոցի թագուհիներից պատրաստելու եմ ճաշատեսակներից տոլմա խաղողի տերևով եւ կաղամբով։ Սիրելիներս, հիմա միասին կպատրաստենք տոլմայի խճողակը։ Արդեն միսը աղացած է, համ խոզինը թարմը, համ էլ տավարի թարմը միսը։ Երեք որ խնկալի էր պատրաստում հարսս, այդ ժամանակ նաև աղաց տոլմաների համար միսը։ Հիմա աղացած մսին ավելացնում եմ մի փունջ լավ կտրտած կանանչի, համ եմ սամիտ եւ մաղադանոց, չորացրած ռեհան մարզա եւ աղացած սոխ։ Սոխի ջուրը քամել եմ, որովհետեւ շատ դառնություն ունի աղացած սոխի ջուրը, հյութը։ Հիմա լվացել եմ նախորոք բրինձն եմ ավելացնում, բոլորը արդեն պատրաստել եմ, սիրելիներս, բաղադրիչները, որ ձեր ժամանակը շատ չխլեմ ձեզանից դիտելու համար։ Կավելացնեմ կարմիր քաղցր կդալու կես պղպեղ աղացած եւ արդեն նախորոք հալել եմ յուղը, կարագ չեմ լցնում, յուղ եմ ավելացնում մսին։ Կավելացնեմ նաև աղ, սև պղպեղ չեմ ավելացնում, այս անգամվա մեր սև պղպեղը շատ կծու էր, դրա համար չեմ ավելացնում, որ երեխաները կծու չեն սիրում ճաշի մեջ, կծվի համը չեն սիրում, մենք մեծերս սիրում ենք, իրանք չեն սիրում։ Հիմա աղից հետո կսկսեմ արդեն մեր միսը լավ հունցել, տրորել, ավելացնեմ սովորական ջուրեսառը ու կհունցեմ։ Ոնց որ ամանը փոքր է, պետք է տեղափոխեմ։ Փոքրի մեջ լավ չի հունցվում։ Տեղափոխեցի ամանը, մի լավ հունցեցի, հիմա այսպես հարվածում եմ, որ աղացած մսի գնդիկները բաց։ Մի փոքր էլ կավելացնեմ ջուր, որպեսզի մեր խճողակը ֆարշը փափուկ լինի։ Լավ հունցել եմ, ֆարշը պատրաստ է արդեն։ Սիրելիներս, արդեն նախորոք խաղողի տերևները լավ լվացել եմ, ջրքանվել է, տեսնում եք այստեղ հələ դեռ չեմ բացել, իսկ սա պոտնոսի միջինը բացել եմ, պատրաստել եմ, դեղին ընտիր տերևները։
Հիմա ցույց եմ տալի տերևը կոշտ մասը, այս երակի մասերը վերևն եմ թողնում, փայլուն գեղեցիկ մասը ներքև է, որ փաթաթելուց այդ փափուկ գեղեցիկ փայլուն մասը վերև է դուրս գա, լցնում եմ տերևի վրա մի լավ թեյի գթալ միս, վերևից բերում եմ, կողքերը փաթաթելով իջնում եմ ներքև։ Նորից նույնը կրկնում եմ, կոշտ մասը վերևում, փայլուն մասը ներքևում, միսը դնում եմ և կարող ենք կողքերից բերել, նոր վերևից, այսպես իջնել ներքև։ Շատ ընտիր խաղողի տերև է, այս տարի շատ եմ փակելու, ինչքան օգտագործել եմ սիրելիներս, աղջկանց եմ տվել, մեր քավորակինը եկավ քաղեց տարավ, շատ լավ լինում է, աղաջրով փակում եմ տարաների մեջ, չեմ դնում սառցախցիկը, սառցախցիկի տերևը ճիշտն ասած կներեք սիրելիներս, չեմ սիրում, կան տնային տնտեսներ սիրում են, բայց ինձ դուր չի գալի, կներեք, որ ասում եմ ինձ դուր չի գալիս, դե ամեն մարդ իր կարծիքը ունի, այսպես հերթով փաթաթելով իջնում եմ հավասարաչափ, դե տերևները մեծ էլ կա, փոքր էլ կա, սիրելիներս, կես շատ սկսեց դայլայլել, սիրելիներս, դուք էլ ինձ հետ միասին լսեք։ Սիրելիներս, ինչքան տերևով տոլմա փաթաթում եմ, հիշում եմ սկեսուր մայրիկիս, միշտ քառակուսի էր փաթաթում խաղողի տերևով տոլման, իսկ աղամբի տոլման երկար էր փաթաթում, շատ համեղ էր ստացվում, լավ շորվա էր պատրաստում, մենք ջրալի ապուրին այն ժամանակ գյուղում Արտաշատում ասում էինք շորվա, ձավարով էր պատրաստում, գարոխով էր պատրաստում, պատրաստում էր նաև սպիտակ բանջարով ավելուկով ճաշ, որը կոչվում էր փոշիաց, սխտորով էին ուտում, կաղկալով թոնրի մեջ գաթա էր թխում, ճիշտ է չոր էր լինում, բայց շատ համեղ էր, գիտեք, շատ, մինչև հիմա այդ համը բերանումս է մնացել, այդպես հիշում ենք մեր մեծերին միշտ, մանավանդ նստած գործ անելուն միշտ մեր հիշողությունները ոնց որ կինոյի լենթի պես գալիս են ու անց են կենում, սիրելիներս հիշում ենք, առանց հիշողություն չենք կարող ապրել, այսպես հերթով կփաթաթեմ, հետո նոր կշարեմ կաթսայի մեջ։ Սիրելիներս, մի քիչ էլ ուզում եմ ձեռքի վրա փաթաթել և ձեզ ցույց տալ, նորից գնալ հիշողություն, որ մեր տատիկները, մայրիկները, սկեսուրները ձեռքի վրա են միշտ էլ փաթաթել, տախտակ չեն օգտագործել, ավելի արագ էր լինում, ավելի գեղեցիկ ես փաթաթում, ես էլ եմ մեկ-մեկ այդպես ձեռքի վրա փաթաթում, ուզեցա ուղղակի ցույց տալ, այս ձևն էլ կարելի է այդպես էլ փաթաթել։ Սիրելիներս, կաթսան սառը ջրով ցողել եմ, մեջը դրել եմ խաղողի տերևներ, տակի մասը, ափսե եմ շուռ տվել խաղողի տերևների վրա, որ փաթաթելուց հետո արդեն շարեմ կաթսայի մեջ, մեր տոլմաները փաթաթված։ Տերևով տոլման փաթաթեցի, վերջացրեցի, վերջում կարագն էլ դրեցի, հիմա խաղողի տերևները այսպես շարում եմ, տոլմաների երեսը շուռ եմ տալիս ափսեն, պատրաստ է խաղողով տերևով տոլման, իսկ հիմա կփաթաթեմ կաղամբով տոլման։ Սիրելիներս, իսկ հիմա պետք է փաթաթեմ կաղամբով տոլման, նախօրոք կաղամբը աղաջրի մեջ խաշել եմ, սառը ջրով ցողել եմ, ցույց եմ տալի կողքի կոշտ մասերը հեռացրել եմ, պատրաստել եմ արդեն փաթաթելու համար, հիմա դնեմ մի կողմ, սկսեմ փաթաթել, ասեմ, որ շատ
կոշտ կաղամբ է, իսկական աղցանի կաղամբ է կամ էլ թթու պատրաստելու կաղամբ է, սպիտակ, կոպիտ, խրխրթան։ Մի փոքր կփաթաթեմ սիրելիներս, կշարեմ կաթսայի մեջ, ցույց կտամ հետո կադրից դուրս բոլորը փաթաթեմ, կվերջացնեմ։ Մի կերպ հազիվ փաթաթում եմ։ Այսպես նույն ձևի ձեռքով եմ անում, ձեռքի վրա եմ փաթաթում, ավելի հեշտ է։ Նորից մի թեյ գդալ միս եմ դնում, վերևից սկսում եմ իջնել, կողքերը հավաքել և կլորացնել։ Ոչ մի արտառոց փաթաթելու ձև չկա, բոլորս էլ համարյա նույն ձևի պատրաստում ենք, փաթաթում ենք տնային տնտեսուհիներս։ Ես սոխառածով չեմ պատրաստում, ինչպես մենք սովորել ենք պատրաստել, մենք արտաշատցիները երբևիցե սոխառածով չենք պատրաստել, բայց միշտ ուզում եմ պատրաստել, համը տեսնեմ, միգուցե համեղ է ավելի, որովհետև Սարի կողմի ժողովուրդը միշտ փաթաթում են, սոխառաց են լցնում տոլմաների վրա։ Մեզ մոտ մենք չենք արել, չեմ տեսել երբևիցե, ոչ մայրիկս է արել, ոչ էլ սկեսուրս է պատրաստել սոխառածով, բայց ցանկություն կա, որ պատրաստեմ, փորձեմ։ Այսպես կփաթաթեմ մի կերպ, ոնց որ ասած, որը փափուկ է լավ է ստացվում, որը կոշտ է ոչինչ, մի կերպ կփաթաթեմ։ Իսկ հիմա սկսում եմ արդեն շարել կաթսայի մեջ, նույն ձևի կաթսայի մեջ դրել եմ կաղամբի թփերից կոշտ և շրջել եմ ափսե, հիմա շարում եմ, կշարեմ ոնց որ խաղողի տերևն եմ շարել, կշարեմ, կվերջացնեմ սիրելիներս, բերանը կծածկեմ, կդնեմ մի կողմ և կշարունակեմ նորից փաթաթել կաղամբներով, հետո մենք կհանդիպենք արդեն գազօջախի մոտ։ Փաթաթած բոլոր տոլմաները շարեցի կաթսայի մեջ, բերանը ծածկեմ, շարունակեմ մնացած տոլմաները փաթաթել։ Սիրելիներս, երկու տեսակի տոլմաներն էլ արդեն փաթաթել եմ, վերջացրել եմ, ամանի մեջ լցրել եմ երկու լավ ճաշի գթալ տոմատի մածուկ, լավ հիմա խառնում եմ, ավելացրեցի սառը սովորական ջուր, կաղամբով տոլմայի երեսնել եմ, կաղամբի տերևներ շարել, հիմա լավ կխառնեմ, որպեսզի տոմատի մածուկը ջրի հետ միաձուլվեն։ Այսքան տոմատաջուրը բավական է, շրջեմ ափսեն, բերանը ծածկեմ, դնեմ և վելվելուց։ Իսկ հիմա խաղողի տերևով տոլմայի վրա ավելացնում եմ սովորական սառը ջուր, նույնպես ծածկել եմ խաղողի տերևներով, խաղողի տոլման, կշրջեմ ափսե և կդնեմ կրակին, կեփեմ մարմանդ կրակով։ Սիրելիներս, այնքան ջուր եմ ավելացնում, մինչև հազիվ իրենց ծածկելը, շատ չեմ լցնում։ Այստեղ էլ արդեն տոլմաները պատրաստ են, հիմա փորձենք, համտեսենք։ Շատ ընտիր կայուն մնացել են տոլմաները, ոնց փաթաթել եմ, այդպես էլ մնացել է։ Հիմա դնեմ ափսեն, որպեսզի փորձենք։
Փոքր գեղեցիկ տոլմաներ է ստացվել։ Կփորձենք նաև կաղամբի տոլման, ափսեն վերցնեմ, վրայից մի կողմ դնեմ, պես կայուն կաղամբի տոլմաներն են մնացել։ Երկու հատ էլ կաղամբի տոլման դնեմ, տերևը հետը եկավ, հետ դնեմ կաթսայի մեջ։ Մեր խոհանոցում շատ անուշ բուրմունք է տարածվել, ցույց եմ տալիս կարմիր գեղեցիկ գույնով կաղամբով տոլման։ Կփորձենք առաջինը կաղամբով տոլման։ Մոտեցնեմ տեսախցիկը։ Տաք է, սիրելիներս, շատ համեղ է։ Երկու տոլմաներն էլ ստացվեց ընտիր եւ համեղ։ Սիրելիներս, այսօր էլ այսքանը։ Բայց մինչ ավարտելը հոլովակը, ուզում եմ ձեզանից խնդրել, բաժանորդագրվեք, սեղմեք զանգակ կոճակը, դրեք լայք, որպեսզի ալիքս տարածվի եւ բաժանորդների քանակը շատանա։ Նախորոք շնորհակալությունս եմ հայտնում բոլորիցը։ Սիրելիներս, ես ձեզ շատ սիրում եմ, իմ լավ բարեկամներ։ Գիտեք, մարդու ամենամեծ Աստծու կողմից նվերը որոնք են, որ Աստված մարդուն տալիս է բարություն, սեր, նվիրվածություն, հոգատարություն։ Այդ բոլորը ձեր մեջ կա, հարազատներս, բարեկամներս։ Եթե ձեր մեջ չլինի այդ լրիվ իրար հետ գումարված, դուք ինձ չեք կարող փոխանցել բարություն, սեր, հոգատարություն, նվիրվածություն եւ ջերմություն։ Ես ձեզ եմ շատ սիրում, դուք էլ տիկին Մարինեին եք շատ սիրում։ Իմ լավ հարազատ դարձած բաժանորդներ, ամենալավն եմ ցանկանում ձեզ։ Ցանկանում եմ, որ լինեք միշտ առողջ, ուրախ եւ օրհնված։ Այսքանով ավարտում եմ այս գեղեցիկ հոլովակը։ Մնացեք խաղաղությամբ։ Ցտեսություն, մինչ նոր տեսահոլովակ։ Սիրում եմ ձեզ բոլորիդ։